Այսօրվանից մենք սկսենք մի թեմայի ուսումնասիրություն իրար հետ։ Կարծում եմ, որը շատ հետաքրքիր է ու շատ կարևոր քրիստոնյաների համար։ Մենք իհարկե առիթ չենք ունեցել այս տեսակետից նայելու 5 տակարանին։ Մենք սրանից հետո կուսումնասիրենք ուրեմն մի թեմա, որը ավելի շատ գրված է Աստվածաշնչում, բայց դրան կնայենք նոր տակարանի աչքերով։ Գիտեք դա որ թեման է 10 պատվիրանները։ Գուցե ձեզանից շատերը անգիր գիտեն այդ 10 պատվիրանները։ Դուք գիտեք որ ամբողջ օրենքը պարփակված էր դրա մեջ։ Երբ որ Մովսեսը 40 օր անցկացրեց լեռան վրա, ինքը իջավ 2 քարե տախտակներ իր ձեռքին, որոնց վրա փորագրված էին 10 պատվիրանները։ Օրենքը շատ է։ Աստվածաշնչի առաջին 5 գրքերը գրել է Մովսեսը ու կոչվել են օրենքի գրքեր։ Եթե կարդաք այնպիսի մանրամասն բաներ կան գրված, բայց այս 10 պատվիրանները իրենց մեջ խտացնում են ամբողջ օրենքը։ Դրա համար արժի 10 պատվիրանները լավ մանրամասն ուսումնասիրել։ Որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ, Աստվածաշունչ ուսումնասիրող մարդիկ, նույնիսկ ամոթ կլինի, որ դա անգիր չիմանաք դուք բոլոր 10 պատվիրանները։ Ես ուզում եմ ձեր նախանձը գրգռել, որ դուք անպայման սովորեք դա։ Գիտեք շատ օգտակար է դա։ Եթե 5 տակարանում 10 պատվիրանները ավելի շատ խոսում էին մարդու գործողությունների մասին, նոր տակարանում 10 պատվիրանները խոսում են մարդու ներքին սրտի մասին, նույն 10 պատվիրանները չեն փոխվել։ Դրանք այնքան կարևոր են, որ իրենք ներկայացնում են Աստծո բնությունը, չէ՞ որ Աստծուց բխեցին, ու ոչ մի մարդու միջոցով չանցան, անձամբ Աստված գրեց դրանք քարի վրա։ Այն ժամանակ գրելու ավելի հարմար միջոցներ երևի չկային։ Լավը քարից տախտակներ, որը չէր ոչնչանալու ու չէր մաշվելու։ Դա Աստծո բնությունն է ներկայացնում, եւ նոր կտականում գրված է, որ պատվիրանները սուրբ են, արդար են ու բարի են։ Կարդացել եք այդպիսի խոսք Հռոմեացիների 7-րդ գլխում է գրված։ Գրված է, որ մեղքը ճանաչելու համար օրենքը շատ կարևոր է։ Եվ գիտեք ինչքան կարևոր է, որ մարդիկ կարողանան օրենքի միջոցով ճանաչել մեղքը։ Շատ քրիստոնյաներ ասում են մենք օրենքի տակ չենք, բայց եթե դու քրիստոնյա ես, դու արդեն Քրիստոսի օրենքի տակ ես։ Պողոս առաքյալը այդպես է ասում։ Կարդացել եք այդպիսի խոսք։ Մի խոսք է գրված նորից Հռոմեացիների 5-րդ գլխում է գրված է այսպես, ասում է քանի դեռ օրենքը չկար, ես չէի ճանաչում մեղքը, կարծես թե մեղքը չկար։ Ասում է երբ որ օրենքը հայտնվեց, մեղքը ինձ սպանեց, որովհետև ես հասկացա, որ մեղավոր մարդ եմ։ Բայց օրենքը տրվեց Մովսեսի միջոցով։ Իսկ Ադամից սկսած մինչև Մովսես, արդյոք մահը չէր գործում, մեղքը չէր գործում։ Չէ՞ որ գործում էր, ուղղակի ծածկված էր։ Մեղքը թողնում էր իր հետևանքը անպայման մարդկանց կյանքում։ Գիտեք որներ է հետևանքը։ Մահը։ Ու մարդիկ մեռնում էին անկախ նրանից օրենքը կար թե չկար։ Օրենքի գալը լավ էր նրանով, որ բացահայտվեց, որ կա մեղք, որը բերում է մահ, ու արժի, որ այդ մեղքը հեռացվի կյանքից, որպեսզի կյանք տեղի ունենա, ու մահը տեղի չունենա։ Նոր կտակարանային տեսակետից մենք հեռացնում ենք մեղքը ոչ միայն մեր գործողությունների միջից, այլ մեր սրտի խորքից։ Հեռացնում ենք մեղքը, որովհետև ինչքան մեր սրտի խորքի անկյուններում մենք թաքցնենք մեղքը, այնքան առավել մեր կյանքում մահը կգործի ու կյանքը չի լինի։ Եվ գուցե դա էլ կբերի նաև արտաքին գործողությունների։ Դրա համար շատ խորը խոսվում է նոր կտակարանում օրենքի մասին սրտի խորքում եղած հատվածները բացելու համար, բաժինները մարդու սրտի բացելու։ Օրենքի 10 պատվիրանները գրված են 2 տեղ 5 տակարանում։ Ելից 20-րդ գլխում եւ 2-րդ Օրինաց 5-րդ գլխում։ 2 տեղից էլ կարելի է ուսումնասիրել, դրանք շատ զուգահեռ են, համարյա նույն բառերով են գրված։ 2-րդ Օրինաց 5-րդ գլխում շատ փոքրիկ այդ փոփոխությունները ոչինչ չեն փոխում։ Դուք կարող եք կարդալ տարբեր թարգմանություններում նորից բառերի շատ փոքրիկ փոփոխություններ կտեսնեք։ Դրա համար մենք ոչ թե բառերի, այլ հիմնական մտքերի վրա կկենտրոնանանք։ Լավ է, որ կարդալու ժամանակ կարողանաք տարբերել պատվիրանները մեկը մյուսից։ Վերջին պատվիրանները շատ հեշտ են տարբերվում, բայց առաջին պատվիրանները կարծես թե հաճախ խառնում են, թե որտեղ վերջանում է մեկը, որտեղ սկսում է երկրորդը։ Մի բան էլ ասեմ, որ 10 պատվիրանները շատ հետաքրքիր են դասավորված։ Առաջի 3-ը խոսում են մարդ-Աստված հարաբերության մասին, վերջի 6-ը խոսում են մարդ-մարդ հարաբերության մասին, ու մեկը դրված է կարծես կենտրոնում։ Դրված է որպես մի նշան, որ մարդը կապ ունի Աստծո հետ։ Մենք դրանք բոլորը իրար հետ կուսումնասիրենք։ Սա ուղղակի ասում եմ ընդհանուր կառուցվածքի համար։ Դա ուխտի նշանն է, շաբաթ օրը որ պետք է պահվի։ Դա էլ իր խորհրդապատկերը ունի նոր կտակարանում, որի մասին հետո կխոսենք։ Բայց այսօր պիտի կենտրոնանանք միայն առաջին պատվիրանի վրա։ Ես պիտի կարդամ 2-րդ Օրինաց գրքից ամեն դեպքում 5-րդ գլխի 6 եւ 7 խոսքերը։ Ես եմ Եհովան քո Աստվածդ, որ քեզ Եգիպտոսի երկրից ծառայության տնից հանեցի։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Ասացի, որ փոքրիկ տարբերություններ կգտնեք, բայց ես կբացատրեմ ընդհանուր միտքը, կտեսնեք, որ ոչ մի այդ տարբերությունները իրար չեն հակասում։ Ուրեմն Աստված խոսում է իր ժողովրդի հետ։ Սա հիշեք, որ Եգիպտոսից դուրս էին եկել եւ առաջի մի 40 օրվա մեջ էր կատարվում ամեն ինչը։ Դուրս էին եկել անմիջապես հենց Կարմիր ծովն անցել էին, բանակ էին խփել, կանգ էին առել, ու Մովսեսը բարձրանում է լեռը։
Այսինքն ամբողջ հետագա կյանքի համար պետք էր օրենքը։ Սա մի պատմական իրադրություն էր, պատմական փաստ էր, որը պիտի տեղի ունենար Իսրայելի կյանքում։ Մենք երբ որ հենց մոտենում ենք Աստծուն ու ուզում ենք Աստծո հետ ապրել, Աստված հենց սկզբից մեր կյանքում դնում է իր օրենքը, ասում է այսպես պիտի ապրես ինձ հետ, եթե ուզում ես իսկապես ապրել ինձ հետ։ Եվ ամենակարևորը դրանց մեջ, ասաց ես եմ քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից ծառայության տնից անեցի, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Սա պատվեր էր։ Ես մեկ-մեկ շուր կտամ դրական իմաստի, ոչ թե վատ ու լավի իմաստով, մեկ-մեկ 10 պատվիրաններին անվանում են բացասական օրենք։ Գիտեք ինչու, որովհետև 10 պատվիրանները ասում են մի արա։ Միայն մի պատվիրան կա, որ ասում է արա, գիտեք դա որն է։ 5-րդ պատվիրանը, որ ասում է պատվիր քո հորն ու մորը, բայց մնացած բոլորը ասում են մի արա։ Իհարկե նոր կտակարանը գիտեք, որ հակառակն է այդ բոլորի, ասում է արա։ Դրա համար 5 կտակարանը ուսումնասիրելով մարդիկ, ովքեր կարդում էին 5 կտակարանի գրքերը հрьяաները, նրանք կարողացան մի բանաձև դուրս բերել։ Բանաձևը այսպիսին էր. ինչ որ չես ուզում, որ մարդիկ քեզ անեն, դու էլ ուրիշներին մի արա։ Ու իրենք այդպես սովորեցնում էին ամբողջ Իսրայելի ժողովրդին։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Հիսուսը եկավ բոլորին դրա հակառակն ասեց. ինչ որ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, դու արա մյուսներին։ Սա նոր կտակարանի հոգին է։ 5 կտակարանն ավելի շատ հակառակն էր, չունենալ, չանել, մի արա ամբողջովին։ Նոր կտակարանը ասում է արա ամբողջովին։ Սրանից մենք մի բան ենք հասկանում, որ երբ որ 5 կտակարանային մարդիկ կանգնեն դատաստանի օրը դատվելու, Աստված իրենց պիտի հարցնի ինչու արեցիր, չէ որ ասել էի մի արա։ Երբ որ նոր կտակարանային մարդիկ քրիստոնյաները կանգնեն Աստծո առջև դատվելու, Աստված պիտի ասի ինչու չարեցիր, չէ որ ասել էի արա։ Ինչքան շատ բան կա նոր կտակարանում գրված, որ գրված է արա, ու քրիստոնյաները պիտի անեն։ Դա համար հաճախ ես այս 10 պատվիրանը նաև խոսեմ հակառակ տեսանկյունից, որտեղ գրված կլինի արա։ Ուրեմն ինչ է ասում, եկեք բաժանենք մասերի, ես խոսքը եւ իրար հետ ուսումնասիրենք։ Առաջի փոքրիկ հատված ասում է. ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ դուրս բերեցի Եգիպտացիների երկրից ստրկության տնից։ Նախ ներկայանում է ով է ինքը Աստված, ասում է ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ դուրս բերեցի Եգիպտացիների երկրից ստրկության տնից։ Կա մի կարևոր բան, որ քրիստոնյաները պիտի հասկանան, որ աշխարհի վրա չկա մի Աստված, որը կարողանա ազատել մեղքի ստրկությունից։ Պես Եգիպտոսից դուրս բերեցի ստրկության տնից, դա վերաբերում է 5 կտակարանային հрьяաներին, որովհետև իրենք իսկապես ստրուկներ էին Եգիպտոսում, գիտեք չէ պատմությունը։ Ծննդոց եւ Ելից գրքերը եթե կարդաք, այդ լրի պատմությունը գրված է, ինչպես հрьяաները առաջացան, բազմացան Եգիպտոսում եւ ինչպես եգիպտացիները սկսեցին իշխել, տիրել իրենց վրա եւ ստրկացնել իրենց։ Դա լրի խորհրդապատկերն է այս աշխարհի, որ մենք գտնվում ենք աշխարհում մեղքի ազդեցության, մեղքի ստրկության տակ։ Եվ ահա մի օր մեր կյանքում հայտնվեց Հիսուսը, մենք ընդունեցինք հավատքով Հիսուսին ու նա մեզ դուրս բերեց աշխարհի այդ ստրկությունից ու մեղքի ստրկությունից։ Դա համար մենք միշտ ասում ենք, որ որպես քրիստոնյա, եթե դու հավատում ես Հիսուսին, եթե դու հավատում ես նրա զորությանը, նա կա արդեն քո մեջ, դու ազատ ես մեղքից։ Մնացած արդեն քո բաժինն է, դու կգործես թե ոչ, երբեք մեղքը չի կարող քեզ ստրկացնել։ Գիտեք ստրուկի ու ծառայի տարբերությունը։ Ստրուկը իր սեփական կամքը չունի։ Նա չի կարող ասել ես չեմ ուզում սա անել։ Եթե ասում է չեմ ուզում սա անել, նրան սպանում են։ Բայց ծառան բոլորովին ուրիշ է, ծառան ասում է ես եկել եմ քեզ ծառայելու։ Սա սեփական կամքով ծառայելն է։ Ինքը կամք ունի ծառան, կուզենա ծառայի, կուզենա չի ծառայի։ Դրա համար գրված է ես քեզ Եգիպտոսի երկրից ստրկության տնից հանեցի։ Մի ժամանակ մենք ստրուկ էինք մեղքի աշխարհում, մեղքի ազդեցության տակ։ Աստված մեզ ազատեց, հանեց դրա միջից։ Հիմա մենք կարող ենք ծառա լինել եւ կարող ենք բոլորովին էլ ծառա չլինել մեղքին։ Հիմա այն քրիստոնյաները, ովքեր ազատ են մեղքից ու իրենք շարունակում են մեղք գործել, իրենք ուղղակի մտնում են այդ ծառայության տակ։ Հիշիր, որ աշխարհում չկա ոչ մի Աստված, ոչ մի կարողություն, ոչ մի զորություն, որ կարողանար քեզ դուրս հանել մեղքի ստրկությունից։ Դրա համար լավագույն նշանը, որ դու ճանաչես քո Աստծուն, դա այն Աստվածն է, որ կարողացավ քեզ ազատել մեղքի ստրկությունից։ Դու այդ ազատությունը ապրում ես, վայելել ես քո մեջ։ Երբ որ եկել է պահը, որ դու մեղքից ազատ ապրել ես, զգացել ես այդպիսի պահը վայելել ես, այս սա է շատ կարևոր, որ դու սրանով ճանաչես Աստծուն։ Որովհետև ոչ մի Աստված չէր կարող հрьяաներին հանել Եգիպտոսից ու ոչ մի Աստված առավել եւս չէր կարող մարդկանց ազատել մեղքի ստրկությունից։ Դա արեց միայն Հիսուսը։ Հալելույա, փառք Իրեն։ Ինչ է նշանակում ես եմ քո Տեր Աստվածը։ Սա նշանակում է, որ ես արդեն քեզ Տեր եմ դարձել։ Ես արդեն քեզ Տեր եմ դարձել։ Դու այնպես անտեր չես ու չես մտածելու թե ինչպիսի աստվածների պիտի պաշտես, ում քեզ Տեր պիտի ընտրես։ Ես արդեն քեզ Տեր եմ դարձել։ Մյուս կողմից սա նշանակում է, որ այս պատվիրանը վերաբերում է հավատացյալներին, չի վերաբերվում անհավատներին։ Անհավատին Աստված չի ասում ես քեզ ազատել եմ ստրկությունից, ու չի ասում ես քեզ Տեր եմ դարձել։ Այս խոսքը վերաբերում է հավատացյալներին, ասում է ինձանից բացի ուրիշ Աստված չունենաս։
Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ ստրկությունից ազատել եմ։ Հալելույա։ Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ Աստվածաշնչյան Աստվածը, որին մենք ճանաչում ենք, սա է ճշմարիտ Աստվածը, ու խոսքը գնում է դրա մասին, որ իրենից բացի ուրիշ Աստված չունենալ։ Երևի ես աշխարհում շատ եք հանդիպել տարբեր մարդկանց հետ, ովքեր խոսում են ուրիշ կրոնների մասին։ Ասում են, դե իրենց Աստվածն էլ Ալլահն է, դե իրենց Աստվածն էլ Կրիշնան, Բուդդա, չգիտեմ էլ ինչեր, կամ նույնիսկ ասում են, որ այդ մարդիկ միայն միջնորդներ են, իրենց միջոցով կարելի է մոտենալ նույն ճիշտ Աստծուն։ Սա մեծ մոլորություն է։ Միակ ճիշտ Աստծուն կարելի է մոտենալ միայն Հիսուսի միջոցով։ Ուրիշ ոչ մի ճանապարհ չկա Աստծո մոտ գնացող, որովհետև Հիսուսն ինքը ասեց. «Եթե մեկը չգա ինձանով, չի կարող գալ Հորս մոտ»։ Հիշում եք այդ խոսքերը։ Ասեց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը»։ Պետք է հաշվի առնել նաեւ հենց այս հանգամանքը, որ մենք ճանաչում ենք ըստ Աստվածաշնչի Աստծուն, ու գիտենք, որ նրանից բացի ուրիշ Աստված չենք ունենալու։ Եկեք անցնենք բուն պատվիրանին։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Սա է պատվերը։ Եթե առաջի հատվածում ինքը ներկայանում էր, թե ով է ինքը եւ ինչ գործ է արել մարդկանց համար։ Գիտեք, միշտ անձի արժեքը սրա մեջ է, ով է ինքը եւ ինչ գործ է անում ինքը։ Դե բնականաբար երկրորդը գալիս է նրանից, թե ով է ինքը։ Ամեն մարդ կարող անի այն գործը, թե ով է ինքը։ Եթե մեկը վարորդ է, ինքը կարող մեքենա քշի, ինքը ինքնաթիռ չի կարող քշել։ Եթե մեկը գրող է, ինքը կարող բանաստեղծություններ, ինչ որ բաներ գրի, որովհետև դա ինքը կարող անի, ինքը չի կարող մի ուրիշ տեսակ գործ անել։ Ով է ինքը եւ ինչ է արել ինքը, սա առաջին պահն էր, որ Աստված ներկայացրեց իրեն։ Երկրորդը ինքը արդեն պատվեր է տալիս, ասում է ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Ինչ է նշանակում ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Որոշ թարգմանություններում այս առաջին արտահայտությունը կարող է կարդալ ուրիշ ձևով, օրինակ կհանդիպի այսպիսի արտահայտություն. Իմ երեսիս առջև ուրիշ աստվածներ չունենաս։ Այս ինձանից բացի նշանակում է ես արդեն կամ քո մոտ։ Իմ կողքին ուրիշ աստվածներ չշարես։ Մի պահ մտածեք, որ ասում է ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Եթե ես հիմա ասեմ ձեզ, գիտեք, ես գնալու եմ այս սենյակը, ինձանից բացի ոչ ոք չմտնի։ Դա նշանակում է արդեն պիտի լինեմ, չէ՞, այնտեղ որ ինձանից բացի էլ ոչ ոք չմտնի այդ սենյակը։ Նույն ձևով մենք հասկանում ենք, երբ որ Աստված ասում է ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս, այսինքն ուզում է ասի ես արդեն կամ քո կյանքում, էլ ուրիշ աստվածներ չդնես իմ կողքին։ Մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ իրենք իսկապես իրենց սրտում պահում են ուրիշ աստվածներ։ Մենք չետո ավելի մանրամասն կխոսեմ դրանից։ Ուրեմն ինչն է, որ ավելի շատ ցույց է տալիս, թե ով է Աստված քո սրտում։ Երկու ուժեղ շարժող ուժ կա բոլոր մարդկանց մեջ աշխարհում, թե հավատացյալների, թե անհավատների։ Գիտեք, որոնք են այդ ուժեղ շարժող ուժերը։ Վախը եւ սերը։ Եվ Աստված հատուկ իր համար խոսել է, որ իրենից պետք է վախենալ եւ իրեն պիտի սիրել։ Երկուսն էլ պետք է ուղղված լինի Աստծուն։ Եթե կա քո կյանքում մի բան, որը քո մեջ վախը առաջացնում ու որով դու առաջնորդվում ես, սա կարող է դառնա քո Աստվածը։ Գիտեք, շատ մարդիկ կան, նույնիսկ քրիստոնյաներ, որ վախենում են իրենց ձեռքում հանկարծ բռնեն թուղթուգիրը։ Այս մարդու համար կարող է լինի շատ դժվար մի բաժին իր կյանքում։ Ինքը վախենում է ուղղակի դրանից։ Մարդը վախենում է, որ հանկարծ իր տանից հանած նալը կամ չգիտեմ փուշը կարող է իր տանը դժբախտություն բերի։ Սնոտիությունները դրանք մեծ Աստված են մարդկանց կյանքում։ Սնոտիությունները վախով կառավարում են մարդկանց, դու գիտեք դրա մասին։ Սա սատանայի միջոցներից մեկն է, որ ինքը կարողանում է վախացնելով կառավարել մարդկանց։ Բայց կա մի ուրիշ, ավելի մեծ շարժող ուժ, եթե մարդը կարողանում է դրան տեղ տալ, դա սերն է։ Սիրո համար միայն գրված է, որ ինքը գործողություններ պիտի անի, որ պիտի անի ու պիտի անի, այսինքն սերը պիտի երևա որոշակի գործողություններից։ Շոշափելի պիտի լինի սերը, գործողություններից պիտի երևա կարծես թե դա, պիտի բխի։ Այսինքն թե վախը, թե սերը իրենք առաջնորդում են գործողությունների։ Երբ որ մեկը իր երեխային օրինակ շատ է սիրում, ես այնպիսի բաներ ասեմ, որ մեր առօրյայում շատ կան։ Իր երեխային շատ է սիրում, այդ սիրուց բխած որոշակի գործողություններ է անում այդ երեխայի համար, այդպես չի։ Տեղեր կան, որ անհանգիստ է լինում, տեղեր կա, որ ուրախանում է այս երեխայով, տեղեր կան, որ ինչ որ համապատասխան է դրան առաջանում է մարդու մեջ։ Ինչու՞։ Որտեղ ինքը շատ սիրում է ու այդ սիրուց բխած գործողություններ է կատարում։ Մարդ կարող է իր կյանքը զոհի ինչ որ մեկի համար։ Ինչու՞, որովհետև շատ է սիրում նրան։ Կարծում եք այդքան մեծ քայլի գնալ կյանքը զոհելը հեշտ է, հաճախ մենք կարող ենք մտածենք, ասենք հեշտ է, բայց երբ որ գա պահը դու կանես դա, ինչ որ մեկին խնամք տանել, ինչ որ մեկին մի բաժակ ջուր հասցնել, գիտեք, իսկապես սերը պիտի մղի մարդուն։ Աստծո համար գրված է, որ երկուսն էլ պիտի մղեն։ Ճիշտ Աստվածաշնչյան Աստծուն, թե վախը պիտի լինի, վախը շատ սահմանափակող գործ է անում մարդկանց կյանքում, հավատացյալների կյանքում։ Գրված է սրբությունը կատարելագործեք Աստծո վախով։ Երկրորդ Կորինթացիների 7:1-ը, հիշում եք այդ խոսքը։ Սրբությունը կատարելագործեք Աստծո վախով։ Ինչու Պողոս առաքյալը չգրեց սրբությունը կատարելագործեք Աստծո սիրով։ Որովհետև մեղքից ետ մնալու, մեղքից հետ քաշվելու համար մարդուն Աստծո վախ է պետք։
Աստծո վախ, որ ինքը պատասխանատու է իր կատարած գործողությունների համար։ Ու որքան մարդու հավատքը մեծանում է, այնքան Աստծո վախն է մեծանում։ Գիտեք, սա դատապարտության վախը չի, սա Աստծո առաջ հաշիվ տալու, Աստծո առջև կանգնելու վախն է։ Դատապարտվելու վախը գրված է տանջանքի է ենթարկա, ու մարդու միջից հեռացնում է սերը, իսկ իսկական սերը, որ գալիս է, դատապարտելու վախը հեռացնում է մարդուց, բայց պատասխանատվության վախը չի հեռացնում։ Գիտես, քո երեխան ինչքան էլ որ քեզ շատ սիրի, որ երեխաներն են, որ իրենց ծնողներին չեն սիրում, ինչքան էլ որ շատ են սիրում, պատկառանքի զգացում պիտի ունենան իր ծնողների առջև, պատասխանատվության զգացում պիտի ունենան, որ գնացի այս բաները արեցի, դրա համար պիտի պատասխան տամ։ Այսպիսի մի զգացում, հիմա հասկանում եք ինչ է նշանակում վախ ու սեր Աստծո առջև։ Ու հետաքրքիր է, որ մեզ շատ գործողությունների պիտի տանի սերը, բայց նաև շատ գործողություններից ետ պիտի պահի Աստծո վախը։ Սրանք երկուսը իրար հետ բերում են կատարելություն քրիստոնյայի կյանքում։ Երբ որ չի լինում վախը, լինում է մի ուրիշ ծայրահեղություն, երբ որ չի լինում սերը, լինում է մի ուրիշ ծայրահեղություն։ Երկուսն էլ առանց մեկը մյուսի սխալ են լինում։ Մի հետաքրքիր բան կա, որ քրիստոնյաների համար շատ կարևոր է։ Այս աշխարհում չկա մի բան, որ քեզ պիտի վախացնի։ Դու որպես քրիստոնյա Աստծո մարդ, որ քո մեջ ունենալով ամենակարողին, լինելով ամենակարող Աստծո, այն Աստծո, որ կարողացավ, միակը, որ կարողացավ քեզ մեղքի ստրկությունից ազատել, այս աշխարհի վրա չպիտի լինի մի բան, որ քեզ վախացնի։ 5 տականում մի դեպք տեղի ունեցավ, երբ որ արդեն Իսրայելը գտնվում էր իր ժամանակակից տարածքում, օրենքը ստացել էր, արդեն վաղուց երկար քայլել էր անապատով, այդ բոլոր պատմությունը գիտեք։ Մտել էր Քանանի երկիր, գրավել էր ամբողջ տարածքը ու ապրում էր։ Իրենք թագավոր չունեին։ Դատավորների ժամանակաշրջանն էր։ Ու գրվածը մեղ գործեց Իսրայելը, Մովաբացիների աստվածների ետևից գնաց։ Ուզում եմ այդ հատվածը կարդալ ձեզ։ Շրջապատի ազգերը բազմաստվածություն էին քարոզում, այնտեղ կար բազմաստվածություն, եւ Իսրայելը ընկավ այդ բազմաստվածության պաշտամունքի մեջ։ Գիտեք ինչու, որովհետեւ նայում են կողքի ազգերին, ասում են, որպեսզի իրենք բերքատվությունը ուժեղացնեն իրենց արտերի, չէ՞ որ Իսրայելի համար էլ էր կարևոր, որ բերքատվությունը ուժեղ լինի։ Իրենք այսպեսի մի կախարդություն են անում, ինչ որ մի արարողություն են անում։ Օրինակ տանում են ինչ որ մի Աստծո, օրինակ Բահաղին զոհաբերություն են անում։ Բնականաբար Իսրայելը մտածում է, ասում ախր մեր արտերն էլ պիտի լավ բերք տան։ Արի ես էլ տանեմ զոհանեմ դրան, որպեսզի իմ արտերը շահից ելնելով, վախենալով, որ հանկարծ իր բերքատվությունը, իր կյանքում ինչ որ մի բան կպակասի, ընկավ այդպիսի պաշտամունքների մեջ։ Այսպիսի վախի ազդեցությամբ ընկնելը սխալ աստվածների ազդեցության տակ բերեց մեղքի Աստծո առջև, բերեց մի ուրիշ վիճակի, որի համար Աստված պատժեց Իսրայելին, ու ամեն անգամ, երբ որ Իսրայելը ընկնում էր նման վիճակի մեջ, Աստված պատժում էր նրան, նրա կյանքում գալիս էր մի դժբախտություն, օրինակ շրջակայքի ազգերից մեկը մեկ էլ որոշում էր, որ պիտի գա Իսրայելը գրավի, ու գալիս գրավում էին Իսրայելը։ Գիտեք, գրավելը այնպես չի, որ միայն մարդկանց սպանում էին, որոշ մարդկանց զինվորներին սպանում էին ու վերջ։ Իրենք հարկ էին դնում այդ ժողովրդի վրա։ Երբ որ գալիս էր օրինակ բերքը հավաքելու ժամանակաշրջանը, իրենք գալիս էին բերքի կեսը տանում էին։ Ոնց որ այս ժողովուրդը աշխատում էր, մի ուրիշը տանում ուտում էր։ Ժողովուրդը աշխատում էր, մի ուրիշը տանում ուտում էր։ Ձեր կյանքում չի եղել, որ աշխատում եք, մեկ էլ տեսնում եք, կարծես թե օգուտ չկա այդ աշխատածից։ Հաշվում եք, ասում եք, լավ էլ փող է գալիս ախր։ Բայց մեկ էլ այնպես է գնում այդ փողը, որ չենք հասկանում ինչ եղավ։ Որովհետև հոգևոր ձևով իրականությունը կատարվում է, նույնն է կատարվում է հոգևոր իրականության մեջ։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Իսրայելը վերջապես հասկացավ այդ նեղության մեջ, որ ինքը Աստծուց հեռացել է ու մեղք է գործել Աստծո առջև ուրիշ աստվածների ետևից գնալով։ Իրեն գրված աղոթք արեցին Աստծուն։ Երբ որ աղոթք արեցին, Աստված մի մարգարե ուղարկեց։ Ես պիտի կարդամ Դատավորաց 6-րդ գլխից 8-րդ խոսքից։ Տերը Իսրայելի որդիներին մի մարգարե ուղարկեց, ու նա ասաց նրանց. Իսրայելի Տեր Աստվածը այսպես է ասում. Ես ձեզ Եգիպտոսից հանեցի ու ձեզ ծառայության տնից դուրս բերեցի։ Տեսեք նույն խոսքի կրկնությունն է, Աստված ճանաչեցնում է, թե ով է ինքը։ Ասում է, այս այն նույն Աստվածն եմ։ Ես ձեզ Եգիպտոսից հանեցի ու ձեզ ծառայության տնից դուրս բերեցի, եւ ձեզ եգիպտացիների ձեռքից ու բոլոր ձեզ նեղություն տվողների ձեռքից ազատեցի, եւ նրանց ձեր առջևից վռնդելով նրանց երկիրը տվեցի ձեզ։ Ու ձեզ ասացի. Ես եմ Եհովա ձեր Աստվածը, մի վախեցեք ամորացիների աստվածներից, որոնց երկրի մեջ բնակվում եք, բայց դուք իմ խոսքս չլսեցիք։ Ասում եմ, դրա համար եղավ պատիժը, որովհետև ես ձեզ պատվիրեցի, որ մի վախեցեք այդ աստվածներից, բայց դուք ինձ չլսեցիք։ Այստեղ նոր այս խոսքը կարդալիս կարողանում ենք հասկանալ, թե Իսրայելը ինչու էր ընկնում շրջապատի ազգերի աստվածների ազդեցության տակ։ Պատճառը մեկն էր, վախենում էին դրանցից։ Վախենում էին իրենց շահից, վախենում էին, որ իրենց բերքատվությունը պակաս կլինի, իրենց անասունների աճը պակաս կլինի եւ այլն այսպիսի բաներից, որ իրենց առևտուրը լավ չի լինի, ինչքան մոտիկա չէ մեր կյանքին, որ իրենց գործերին հաջողություն չի լինի։ Վախենալով ընկնում էին այդպիսի բաների տակ։
Գիտեք, այսօր աշխարհում, հենց թեկուզ Հայաստանում, Երևանում, երբ որ մարդիկ ինչ որ գործ են ձեռնարկում, իրենք ինչ են անում։ Մեկը գնում է տաճարում, մոմ ավառում, մյուսը գնում է մի կախարդի մոտ, ասում է թղթուկ իրարա գործայս հաջող գնան։ Մեկը գնում է մեկին բերում է, ասում է կարաս տեղ մոմ թափես, չգիտեմ ինչ անես։ Մի բան արա, գործայս հաջող գնան։ Ասում է մի հատ փուշ տուր դնեմ իմ խանութում, որ ներս մտնողների աչքը ծակի։ Ու չեն հասկանում, որ դրանով իրենք շեղվում են ճիշտ Աստծուց, ունկնում են իրականում անեծքի, ոչ թե օրհնության տակ։ Լավես են մարդիկ են, որ չեն ճանաչում, բայց նրանց նայելով մենք կարող ենք հասկանալ, որ մենք քայլենք ճիշտի մեջ, ճիշտ Աստծո ետևից։ Գիտեք, մեր կյանքում էլ դրանք բոլորովին պակաս չեն։ Միայն կախարդություններն ու նոտիությունները չեն։ Կարող ենք այդպես նայենք, ասենք դե բազմաստվածություն, դե այդ մարդիկ չեն ճանաչում, չէ՞ որ մենք ենք ճանաչում։ Մենք այն մարդիկ ենք, որ գիտենք ով է մեզ ազատել մեղքի ստրկությունից։ Ինչու նորից գնանք այդպիսի բաների ետևից։ Երբ որ Հիսուսը նոր կտակարանում արդեն սովորեցնում էր իր աշակերտներին, գիտեք ինչ խոսք ասեց, երկու տիրոջ չեք կարող ծառայել։ Կամ մեկին պիտի ատեք, մյուսին սիրեք, կամ մեկին պիտի արհամարեք ու մեկի կողմը կանգնեք։ Այսպիսի արտահայտություն այց։ Եվ գիտեք ով էր այդ երկրորդ Աստվածը, ասես չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային, հարստությանը, ընդհանուր մամոնա բառը իր մեջ ընդգրկում է նյութական ամեն ինչ, այն ամեն ինչը կարող է քեզ համար եկամուտ լինի, քո կյանքում ունենաս։ Փաստորեն ինքը կարող է այդ մեծ տեր լինի, ինքը կարող է իշխող լինի, նյութը, փողը կարող մարդուն թելադրող լինի։ Դրա համար միշտ ուշադրություն դարձրեք։ Օրինակ փողը կամ նյութականը կորցնելու վախը առաջնորդում է քեզ կյանքում թե չէ։ Եթե քեզ առաջնորդում է նման վախը, դու կարող ես ունենալ երկրորդ Աստվածը քո սրտում Հիսուսի կողքին։ Եթե կա այդպիսի բան, հեռացրու ուղղակի քո կյանքից։ Պողոս առաքյալը Տիմոթեոսի թղթում գրում է Տիմոթեոսին, ասում է, որ բոլոր չարիքների արմատը ի՞նչն է։ Արծաթասիրությունը։ Շարունակությունը գիտեք ոնց է գրված։ Ասում է, որին ոմանք անձնատուր լինելով, մեծ չարիքների եւ այլն։ Ինչ է նշանակում անձնատուր լինելով, այսինքն իրենց կյանքը տվեցին դրան։ Ոչ թե փողը եկավ իրենց գրավեց, այլ իրենց կյանքը նվիրեցին դրան։ Գիտեք, փողը մի բան է, որը պիտի ծառայի մարդուն, ոչ թե մարդը պիտի ծառայի փողին։ Նյութականը մի բան է, որը պիտի քեզ ծառայի, ոչ թե դու պիտի ծառայես դրան։ Մեկ ուշադրություն դարձրու, արդյոք դու վախենում ես դրա պակասելուց։ Մեկ ուշադրություն դարձրու, արդյոք դու վախենում ես դրան կորցնելուց, երբ որ հանկարծ քո կյանքում մի բան էլ չի լինի։ Արդյոք դու վախենում ես ձեռքդ բաց է դրանք տալու մարդկանց, թե չէ։ Դարձիր ձեռքդ բաց մարդ։ Թող սիրտդ ազատ լինի դրանից, որովհետև դու միակ ճշմարիտ Աստծուն ես ճանաչում ու նա քո կյանքում Տեր է դարձել քեզ։ Դու իրավունք չունես քո սրտում նրա կողքին ուրիշ աստվածներ ունենալու։ Սա մի բան չի, որ դու դնում ես տանը ու երկրպագում ես նրան այդ փողը։ Այդպես չի, չէ՞։ Բայց սրտումդ շատ հաճախ կարող ես երկրպագել զգուշեղիր։ Երբ որ կվախենաս, որ ձեռքդ գրպանը տանես մի տեղ առատաձեռն լինելու համար, զգուշացիր, որովհետև դրանով դու քո օրհնությունը կտրած կլինես, քո օրհնությունը փակած կլինես։ Որքան առատաձեռն լինես, այնքան քո օրհնությունը շատ կլինի կյանքում, որովհետև դու ազատ կլինես փողից։ Շատ եմ հավանում Պողոս առաքյալի խոսքը մակեդոնացիների մասին։ Արդեն իմացաք ինչ եմ ասելու։ Գրված է 2 Կորինթացների 8-րդ գլխի հենց սկզբից։ Ասում է ծայրահեղ աղքատության մեջ իրենց առատաձեռնությունը շատացավ։ Ինչ հավատք ունեին այս մարդիկ, որ ծայրահեղ աղքատության մեջ, մեծ աղքատության մեջ իրենց առատաձեռնությունը կարող է շատանալ։ Մարդիկ կարող էին ավելի առատաձեռն դառնալ։ Շարունակության մեջ գրված է, որ հոժարակամ եղան տալու իրենց ունեցածից էլ ավելին։ Դե մարդը ոնց կարա իր ունեցածից ավելին տալ։ Բայց գրված է այդքան հոժար եղան տալու, այդքան առատաձեռն եղան մարդիկ։ Այսպիսի սիրտ է պետք ու քրիստոնեական ճիշտ սիրտը սա է։ Բանաձևը մնում է նույնը։ Եթե ուզում եք իմանալ ձեր կյանքում ինչերը կարող են լինել ձեր մեջ ուրիշ աստվածներ, տեսեք ինչն է, որ ձեզ թելադրում է կյանքում գործողություններ։ Դու պիտի ոչ մի բանից կախված չլինես, միայն Աստծո խոսքից։ Նա պիտի թելադրի քեզ։ Եթե մի ուրիշ բանից կախվածություն ունենաս, դա կարող լինի երկրորդ Աստվածը քո մեջ։ Բայց որպեսզի սրանով չվերջացնենք, ինչու է շատը կարդում է երկրորդ Օրինաց գրքից այս խոսքը, որովհետև հենց 6-րդ գլխում նոր կտակարանային պատվեր է տալիս Աստված։ Երբ որ Հիսուսին եկան ու հարցրեցին, ասացին, ո՞րն է պատվիրաններից առաջինը։ Երևի դպիրներից մեկին հարցնեին, հենց սա կասեր, ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ դուրս բերեցի եգիպտացիների տնից, ստրկության տնից, ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Ինչ պատասխանեց Հիսուսը մարդկանց։ Հիշում եք։ Գրված է Մարկոսի ավետարան 12-րդ գլխում 29-30 խոսքերում։ Եվ Հիսուսը պատասխան տվեց նրանց. Բոլոր պատվիրաններից առաջինը այս է. Լսիրով Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Եվ քո Տեր Աստվածը սիրես քո բոլոր սրտիցդ, քո բոլոր անձիցդ, քո բոլոր մտքիցդ եւ քո բոլոր զորությունիցդ։ Սա է առաջին պատվիրանը։
Ինքը ասեց ճիշտ առաջին պատվիրանի հակառակ պատվիրանը։ Երբ որ առաջին պատվիրանը ասում էր ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս, Հիսուսը բերեց մի ուրիշ պատվիրան, որտեղ ասեց, որ ինչ պիտի անես միակ ճշմարիտ Աստծուն, որպեսզի ուրիշ աստվածներ չունենաս։ Դրա համար ասեց սիրիր քո Տեր Աստծուն։ Սերը դա գործողություն է, որը բխում է ճշմարտությունից։ Սերը դա շարժառիթ է, որը առաջնորդում է մեր գործողությունների մեջ։ Ասեց սիրիր քո Տեր Աստծուն։ Ու տեսեք ինչեր է թվարկում. ամբողջ սրտով, ամբողջ անձով, ամբողջ մտքով, ամբողջ զորությունով։ Կարծես թե Հիսուսը բաժանելով 4 մասի մարդու կյանքի կամ մարդու սիրտը, ներքին աշխարհը բաժանելով 4 հատվածների, ասեց, որ ամբողջությամբ պետք է սիրել Աստծուն։ Այսինքն, երբ որ դու քո կյանքում գործողություններ կանես, քո բոլոր գործողությունները պիտի բխեն այս 4 բաներից, որ քո մեջ պիտի լինի Աստծո սերը գրաված քեզ ամբողջովին։ Եկեք ավելի մանրամասն նայենք։ Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով։ Սա մի բան է, որ խոսում է ամբողջ սրտի մասին, այսինքն մարդու ներքին ամբողջ աշխարհի մասին։ Միտեղ մի արտահայտություն կա Աստվածաշնչում, գրված է, որ Աստված աշխարհը դրեց մարդու սրտի մեջ։ Այդպիսի արտահայտություն կարդացել եք։ Իսկ Աստված աշխարհը դրեց մարդու սրտի մեջ։ Ժողովողում է գրված։ Ու սրանով ուզում ասի, որ մարդու ներքին աշխարհը մի հատ շատ մեծ աշխարհ է։ Դա մի փոքրիկ բան չի, շատ մեծ մի աշխարհ է։ Ու մարդը ինքը շատ հաճախ իր ներքին աշխարհը չի ճանաչում։ Մինչև Աստված իր լույսը չի գցում, ինքը չի տեսնում այդ իր ներքին աշխարհում ինչեր են բարձրացած, ինչեր են անտեսված, ինչեր կա իր ներքին աշխարհում։ Ասես քո ամբողջ սրտով, հանկարծ չլինի, որ քո սրտի մի անկյունում մի բան պահես քո համար, ամբողջ սրտով սիրես քո Տեր Աստծուն։ Դու ամբողջ սրտով սիրում ես քո Տեր Աստծուն։ Երբ որ Հիսուսին հրավիրեցիր քո սրտի մեջ, չէ՞ որ քո ապաշխարությունը այդպեսին է եղել։ Այդպես է եղել, քեզ համար աղոթել են, որ դու Հիսուսին հրավիրես քո սրտի մեջ։ Մի հատ հիշիր քո ապաշխարության պահը։ Ինչ որ ժամանակ հետո որ ճանաչել ես Հիսուսին, ասել ես իմ ամբողջ սիրտը քեզ եմ տալիս։ Մի դեպք հիշեցի, հիշում եմ մի աղոթքի ժամանակ պատմում էին, ասում են իրար հետ աղոթում ենք, մի տատիկ մեկ էլ ասում սկսեց կոճակները քանդելու բացել, արի Հիսուս։ Հետո բացատրում է, որ ինքը տեսիլքով տեսել էր Հիսուսին, որ Հիսուսը ասել էր սիրտդ բացարա գալիս եմ։ Իսկապես քո ամբողջ սիրտը բացել ես Աստծո առջև։ Գիտեք, մարդու հոգեբանությունը շատ խորն է, իր սիրտը շատ խորն է։ Ու շատ հաճախ մարդը ինքը սիրում է անտեսել որոշ բաներ։ Ոչ թե Աստված այդպես է ուզում, այլ մենք ինքներս ենք այդպեսին։ Մեկ էլ Աստված ուզում է ցույց տա, որ գիտես, մի բան քո սրտում ավելորդ է։ Մեկ էլ դու փակում ես, ասում ես, չէ, ես ինձ համար շատ հաճելի է։ Հիսուս ուրեմն երբ որ մտավ Երուսաղեմ, ինչ եք կարծում, իր 3 տարուց մի փոքր ավելի այդ ծառայության շրջանում քանի անգամ Հիսուսը մտավ Երուսաղեմ։ Շատ անգամ, չէ՞։ Բայց երբ որ վերջին անգամ իր կյանքի ամենավերջին պահին ինքը մտնում էր Երուսաղեմ, Երուսաղեմը իրեն ոնց դիմավորեց։ Ինչպես թագավորի, ինքը մտնում էր ինչպես թագավոր, էշի վրա նստած, այն ժամանակ թագավորներին օծում էին էշի վրա նստած։ Ու տանում էին գահին կամ Երուսաղեմ կամ մայրաքաղաք հենց էշի վրա։ Ու Հիսուսը էշի վրա նստած մտնում էր ու պատվական ձևով ընդունեցին, իրենց հանդերձները գցում էին ոտքերի առջև գետնին։ Ծառերի ճյուղեր էին կտրտում ու լցնում ոտքերի տակ։ Այդ ընթացքով այդ թագավորական ընդունելությունը բերեց նրան, որ Հիսուսը մտավ տաճար ու տաճարը մաքրեց։ Մինչև դա Հիսուսը այդ բանը չէր արել, գիտեք ինչու, որովհետև նման ընդունելություն չէր եղել։ Հիշու, որ Հիսուսը քո սրտում, երբ որ դու կընդունես որպես թագավոր, ինքը քո սիրտը կմաքրի ամեն տեսակ կուրքերից, ավելորդ բաներից։ Ու հիշում եք ինչից մաքրեց առաջին հերթին տաճարը, առևտուր անողներից։ Սա մարդուն ամենաշատ գրավող բանն է։ Երբ որ մարդու սիրտը լցված է լինում փողով, նյութականով, առևտրով, սա ամենաշատ գրավող, ամենավտանգավոր բանն է։ Ու իզուր չէր, որ Հիսուս ասեց երկու տիրոջ, կարծես հավասարացրեց, մարդու սրտում հաճախ դրանք իրար հետ մրցակցում են։ Սրտումդ մի Աստված ունես, Հիսուսին ընդունել ես որպես թագավոր քո ամբողջ սրտի համար, թե սրտիդ մի փոքրիկ բաժնի համար։ Մեկ-մեկ մտածիր դրա մասին։ Հիսուս ասեց քո Տեր Աստծուն սիրես քո ամբողջ անձով։ Գիտեք, այստեղ ինչ եմ ուզում ասել, սերը պահանջում է զոհաբերություն։ Դու ինչ ես անում քո երեխային սիրելուց։ Դու ինչ ես անում քո սիրած էակին, քո սիրած անձնավորությանը սիրելուց։ Միշտ ինչ որ զոհաբերության բաժին կա։ Մի անգամ միտեղ անհավատների հետ էինք խոսում, ու երբ որ առիթ եղավ խոսելու զույգերի հարաբերությունից, դավաճանությունից, այդպիսի բաներից, գիտեք ինչ ասեցին, մեկը բարձր ձայնով ուղղակի այդ բոլորի մեջից ասեց, եթե սիրի կհնազանդվի, եթե սիրի կզոհաբերի։ Սա շատ կարևոր արտահայտություն է, եթե սիրես Հիսուսին, ամեն ինչ կզոհաբերես նրա համար։ Մեկ-մեկ ինձ ասում են, որ հանդիպում եմ ուրիշ եկեղեցիների դուրս եկած մարդկանց հետ, այդպես առիթներ շատ է լինում։ Մեկ էլ ասում են, այդ եկեղեցում ես ինչ բանը չսիրեցի։ Ասում եմ, եթե դու Հիսուսին սիրեիր, կզոհաբերեիր դա։ Այդ ինչը որ քեզ խանգարեց մնալ այդ եկեղեցում, դու դա անպայման կզոհաբերեիր, եթե Հիսուսին սիրեիր։
Ու որպեսզի երևար, որ ինքը իսկապես Հիսուսին չէր սիրում, ասացի ինչի մի ուրիշ եկեղեցի չգնացիր, չէ՞ որ այն մյուս եկեղեցում էլ դա չկար ու դու գիտես դա։ Ասես գիտեմ, հենց դրա մեջ երևում է մարդու սառնությունը, որ ինքը Հիսուսին չի սիրում։ Երբ որ ասում է քո ամբողջ անձով, արդյոք քո ամբողջ անձը դրել ես Հիսուսի զոհասեղանի վրա։ Քո ամբողջ անձը նվիրել ես զոհաբերելով Հիսուսին։ Թե մի ուրիշի համարել ես զոհաբերում քո անձը։ Թե մի ուրիշ բանի համարել ես զոհաբերում։ Այստեղ դժվարություն կունենաս, որովհետև երկրորդ Աստվածը կարծես կհայտնվի քո կյանքում։ Ամբողջ անձը զոհաբերելով։ Կարող եմ քեզ մի խորհուրդ տալ, երբ որ ամեն անգամ կկանգնես աղոթքի, թող քո աղոթքի առաջին պահը միշտ լինի ամբողջ անձիդ նվիրումը։ Կանգնի մի հատ ասա, ես ամբողջովին քոնն եմ Հիսուս, ուրիշ ոչ մեկինը չեմ ուզում լինել։ Սկսի սրանով քո աղոթքը։ Մեծ հոգս ունես, քո հարազատը նեղության մեջ է, պիտի խնդրես նրա համար։ Ճիշտ էլ պիտի անես, պետք է աղոթել։ Բայց երբ որ կանգնես առաջինը քո նվիրումը բեր։ Ասա Տեր Հիսուս, ես եմ, կանգնած եմ քո առջև։ Ամբողջովին նվիրվում եմ քեզ։ Այն հարազատիս էլ խնդրում եմ ողորմություն արա։ Բոլոր տեսակ աղոթքներդ աշխատիր սրանից։ Գալիս ես միայն պիտի փառաբանես, միայն պիտի գոհանաս Աստծուց, առաջին հերթին քեզ նվիրիր, ասա ամբողջ անձս քեզ եմ տալիս Հիսուս։ Ու այդ ամբողջ անձով քեզ պիտի փառաբանեմ։ Ու կստացվի կամա ճիշտ փառաբանությունը, ճիշտ բարեխոսությունը, բոլոր աղոթքները ճիշտ կստացվի, սկսիր սրանից։ Հալելույա։ Հաջորդը Հիսուսն ասեց. «Քո Տեր Աստծուն սիրես ամբողջ մտքով»։ Արդյոք քո մտքին ի՞նչն է հաճելի մտածելը։ Այն ինչը քո զգացմունքներին, ինչը քո մարմնի հաճելի է, դա ես մտածում ու քեզ հաճելի է։ Գրված է, որ նրանց հաճությունը Աստծո խոսքի մեջ է։ Նրանց հաճությունը Աստծո խոսքի մեջ է, այսպեսի արտահայտություն կարդացել եք։ Այն մարդիկ, ովքեր իսկապես սիրում են Հիսուսին, իրենց մտքի հաճությունը լինում է Աստծո խոսքի մեջ։ Իրենց միտքը հաճույք է ապրում, երբ որ մտածում է Հիսուսի մասին։ Ձեզ մի բան ասեմ, դուք սիրահարված եղել եք։ Ձեր միտքը աշխատում է ուրիշ բանի վրա։ Գիտեք այն մարդը, որ ձեռքից մի բան է գցում, կոտրում, բանը, այն մարդը, որ մի բան դնում է, հետո մոռանում է որտեղ են դրել, ասում են սիրահարված է։ Այսինքն միտքը այնքան զբաղված է իր սիրած էակով, կենտրոնացած այդ մի անձի վրա, որ մնացած բաները ինքը կարծես թե բաց է թողնում, մոռանում է։ Երանի այդպես սիրահարված լինես Հիսուսի վրա։ Ոչինչ, որ որոշ տեղերում որոշ բաներ կմոռանաս։ Գիտեք, մոռանալը մարդու մտքի պաշտպանության միջոցն է։ Պատկերացնեք, եթե մենք ծնված օրվանից մինչև մեր մահվան օրը ամեն ինչ կուտակվեր մեր գլխում, մենք ոչինչ չմոռանայինք։ Ահա որ բան կլիներ։ Դրա համար Աստված շատ լավ բան է դրել մեր մեջ՝ մոռանալ։ Ինչը պետք չի, շատ արագ մոռանում ենք։ Բայց չլինի, որ Աստծուն մոռանաս։ Ամբողջ միտքդ թող զբաղված լինի Հիսուսով, Աստծո խոսքով։ Ու մեկ-մեկ դու քեզ չխաբես, չասես աման լվանալուց Հիսուսի մասին եմ մտածում։ Շատ լավ ես անում, բայց դա քիչ է։ Երբ որ կոնկրետ խոսքի մասին ես մտածում, այս է, որ գրավում է քո միտքը։ Ու թող ամբողջ միտքդ երբեք չասես իմ տրամաբանությունը այսպես է ասում, այ ես սենց եմ կարծում։ Դու ոնց ես կարծում կարևոր չի, կարևոր Աստված ոնց է կարծում։ Հասկանում եք ինչ եմ ասում, երբեք չփորձեք ձեր մտքով ճնշել Աստծո միտքը, Աստծո խոսքը։ Միշտ ընդունեք, թող ձեր միտքը միշտ խոնարհ լինի Աստծո մտքի առջև։ Գրված է մենք Քրիստոսի միտքը ունենք։ Սա անսահման մի հատ մեծություն է Քրիստոսի միտքը ունենալը։ Բայց գիտեք նաև ինչ կա սրա մեջ։ Եթե ուզում ես որ Քրիստոսի միտքը ընդարձակվի, քո մեջ դու պիտի քո միտքը զոհաբերես։ Քո մտքից պատրաստ լինես ամեն ինչ թողնելու, որպեսզի Քրիստոսի միտքը տեղ ունենա քո մեջ։ Ընդարձակվի քո մեջ։ Եվ չորրորդը Հիսուսն ասեց. «Քո Տեր Աստծուն սիրես քո ամբողջ զորությունով»։ Քո Տեր Աստծուն սիրես քո ամբողջ զորությունով։ Սա արդեն խոսում է ֆիզիկական էներգիայի, հոգեկան էներգիայի, ամեն ինչի մասին, ինչ որ դու ներդնում ես։ Գիտեք, երբ որ մարդը պատրաստվում է օրինակ քննություն տալու, ինքը ոնց է պարապում այդ քննությունների համար։ Ձեզ շատերը ուսանող են եղել, շատերը հենց հիմա ուսանող են, շատերը պատրաստվում են ուսանող դառնալ։ Ոնց եք պարապում դրա համար։ Ինչքան ջանք եք դնում դրա համար։ Մոռանում եք քնելը, շատ հաճախ կարող եք մոռանալ ուտելը, շատ հաճախ կարող եք մոռանալ, չգիտեմ, տեղ գնալը, ինչ որ մի տեղ գնալը, որտեղ կենտրոնանում եք, ամբողջովին զբաղված եք, ձեր էներգիան դնում եք դրա համար։ Այն որ դու պիտի էներգիա ծախսես մի հատ, չգիտեմ, հեռուստացույց նայելու վրա, դրա փոխարեն դու գիրքը բացես անում ու պարապում ես։ Ամբողջ զորությունով սիրես քո Տեր Աստծուն։ Արդյոք քո ամբողջ զորությունը ներքին գնում է Աստծուն ունենալու վրա։ Դու ծախսում ես Աստծուն ունենալու վրա։ Գիտեք, բաներ կան կյանքում, որոնք շատ հեշտ մենք բաց ենք թողնում։ Օրինակ աղոթքը։ Մարդը մի քիչ աղոթում է, ձանձրանում է, ասում է դե կաղոթեցի էլի։ Չէ, եթե դու ամբողջ էներգիադ չդրեցիր, զորությունը չդրեցիր Աստծուն գտնելու, դու չես գտնի նրան։ Ինքը էժան Աստված չի։ Քեզ փրկությունը տվել է ձրի, բայց մնացածը ամեն ինչ իր խոստումները պիտի գտնես, պիտի աշխատես, ձեռք բերես։ Երբ որ Աստված Իսրայելին հանում էր Եգիպտոսից, այսօր խոսեցինք չէ դրա մասին։
Ինչ արեց Իսրայելը։ Ոչինչ, գիտեք, ուղակի քայլեց։ Ուղակի քայլեց, Աստված իր փոխարեն պատերազմեց, իր փոխարեն ծովը ճեղքեց, անցկացրեց ծովով, հետո եգիպտացիների բանակը ոչնչացրեց։ Ամեն ինչ արեց Աստված, ոչ մի բան չարեց, ձեռքը չմեկնեց, մի զենք չվերցրեց Իսրայելը։ Բայց երբ որ մտան Քանանի երկիր, խոստացյալ երկիրը գրավելու համար, արդյոք իրենք էին անում թե Աստված։ Իրենք հենց պարապ նստում էին, Հեսուն ասում էր՝ ուր եք պարապ նստել, վեր կացեք գրավեք։ Իրենք պիտի անեին, մինչև իրենք չանեին, ձեռք չէին բերելու։ Այն որ դու դուրս եկար աշխարհի մեղքից ու մտար Հիսուսի մեջ, ամեն ինչ արեց քո կյանքում Աստված, իր զորությունով դուրս բերեց ու մցրեց, դրա համար կարա ասի, որ ինքը ազատել է քեզ ստրկությունից։ Բայց Աստծո խոստումները այն լիքը որ լցված են խոստումները Աստվածաշնչում, դա հենց այնպես չի տալու քեզ։ Դրա համար պիտի ասի աշխատիր ու ձեռք բեր դրանք։ Աղոթքի մեջ, խոսքի մեջ աշխատիր ու Աստծո խոստումները ձեռք բեր։ Կարող ես։ Ուզում ես կդնես ամբողջ ջանքդ, ամբողջ էներգիադ, լրիվ զորությունը դրա համար, շատ էլ կունենաս։ Եթե չես դնի ամբողջ զորությունը դրա համար, չես ունենա։ Դրա համար ասում եմ, քո Տեր Աստծուն սիրես քո բոլոր զորությունով։ Սրա մեջ մի բան էլ պիտի ասեմ։ Ամբողջ զորությունը դնում ես Աստծուն ծառայելու համար, մարդիկ կարող են ամբողջ զորությունը դնել փող աշխատելու համար։ Մարդիկ կարող են ամբողջ զորությունը դնել իրենց հաճույքներին հասնելու համար, իրենց աշխարհային նպատակներին հասնելու համար։ Դու ամբողջ զորությունդ կարող ես դնել Հիսուսին ծառայելու համար։ Այ կլինի սա, որ դու քո ամբողջ զորությունով սիրում ես քո Տեր Աստծուն։ Երբ որ դու գնում ես ինչ-որ մեկին ծառայելու, Աստծո մարդկանցից մեկին, թեկուզ մի բաժակ ջուր տալու, դու դա պիտի անես ամբողջ սրտով, քո մտքում ունենալով Աստծո խոսքը, քո լրիվ էներգիան ջանքը ներդնելով դրա մեջ։ Չլինի, որ հանկարծ մի բանն անտեսես, բաժակը վերցրեցիր, որ պիտի այդ սառը ջուրը թեկուզ լցնես ու տանես այդ մարդուն, մի հատ նայես, որ մաքուր լինի այդ բաժակը, լավը լինի, շատ ջուր տանի, բն ամբողջ սրտով ես դու ուզում այդ գործը անել։ Ամբողջ զորությունդ պատրաստ ես ներդնելու դրա համար, այդ ծառայության համար։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Հալելույա Հիսուսին։ Եթե այս բաները քո մեջ կան, դու իսկապես Հիսուսին սիրող ես, բայց ես հավատում եմ, որ այդ սերը աճող է։ Ու սերը մի բան չի, որ մենք կարող ենք ասել այսօր ունենք ու վերջ։ Սերը պիտի ավելացնել, աճեցնել։ Ու եթե մի բանի վրա չաշխատել, դա չի աճի։ Բարի բաների վրա չաշխատել, դրանք չեն աճում։ Ուզում ես, որ այսօր աշխատես։ Ո՞վ ունես քո կյանքում, քո սրտում, քո զորության մեջ, քո անձի մեջ, բացի Հիսուսից էլի ինչ որ մեկին։ Ինչ ունես, բացի Հիսուսից էլի ինչ որ մի բան։ Արդյոք դու պահում ես այս պատվիրանը։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Ու քեզ կյանքում կառավարող ուրիշ ոչինչ չկա։ Միայն Աստծո խոսքն է քեզ կառավարում։ Թե էլի ինչ որ բաներ կան, որ առաջնորդում են քեզ ու կառավարում են։ Եթե տեսար ինչ որ մի բաներ, որոնք կարող են քեզ կյանքում առաջնորդել ու կառավարել։ Հիմա աղոթքի մեջ խոստում անվիճ Հիսուսին։ Նրա ականջները քո շուրթերին են։ Լսելու է քո բոլոր խոսքերը։ Խոսիր քո շուրթերով, ասա նրան։ Ինչ ես ուզում թողնել, ում ձեռք բերելու համար։ Ինչ ես թողնելու այս աշխարհից, երկնային Հիսուսին, միակ ճշմարիտ Աստծուն ավելի ու ավելի շատ ունենալու համար։ Եկեք ոտքի կանգնենք։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ դուրս բերեցի եգիպտացիների երկրից, ստրկության տնից։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։